Ձեզ մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի Ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, ավանդույթի համաձայն շաբաթը սկսում ենք պարոն Նահապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, մի քանի ուղղություններով այսօրվա իշխանությունը հարձակում է գործում, որ մեկ բառով ասենք, մեր ազգային հիմքերի վրա թիրախում տևական ժամանակ է մայր տաճարն է, կաթողիկոսն է, հոգևորականներն են եւ դա գնալով ավելի սրվում եւ տեսնում ենք, որ խտանում է։ Այսպիսի կարծիք կա նաեւ, որ նախ ինչու չէր խանգարում 5-6 տարի կաթողիկոսը կամ սրբազանները, պարզ է դառնում, որ այստեղ կա նաեւ հրաման Թուրքիայի կողմից եւ Ադրբեջանի կողմից ճանապարհները ավելի շուտ բացեն եւ մաքրեն, որպեսզի իրենք գալուց հետո իսկ մեզ արդեն ընտելացնում են նրան, որ առաջիկայում սպասեք ադրբեջանցիները ավտոբուսներով լցվելու են Հայաստան։ Ես ասեմ, որ սա ուղղակի կարող եք ձեզ մոտ արձանագրել, էլի։ Թուրքերը զորքով են մտնելու, իսկ ադրբեջանցիները ավտոբուսով։ Բայց թե ինչ են անում, այդ դրա մասին արդեն իմաստ չունի, էլի խոսելու։ Եթե տենց մոռացել եք թե ինչ են անում, տեսեք թե հենց այս պահին ինչ են անում, օրինակ քրդերի եւ եզդիների հետ թուրքերը։ Այս պահին կամ Սիրիայում կլինի, թե Իրաքում կլինի, այո։ Եվ եթե ինչ-որ մեկին թվում է, որ հրաշք ճանապարհ է բացվում առևտրի համար Թուրքիայի հետ, ինչ ասեմ, ողբամ ձեզ, ուրիշ բան չկա ասելու։ Որտեվ պատմությունը մեզ միշտ այլ բան է հուշել։ Ոչ միայն պատմությունը, այլ անգամ 3 չի առաջի օրը։ Ինչու է նաև այսպիսի նախ այդ խոչընդոտները փորձում է Թուրքիան լուծել, որ հետո գա ինչ որ ավելորդ բաների չբախվի, էլի, որտեվ այսինքն ինքը անում է այս ազգակործանների ձեռքով է անում, ավիրել, կործանել հայ առաքելական եկեղեցին։ Ինչպես տեսնում եք, որոշակի դժվարություններով է իրեն տրվում, սկսեց ինչ որ հայտարարություններ տարածել, այլանդակություններ այս կամ այն սրբազանի հետ կապված, վեհափար հոր հետ կապված, չաշխատեց։ Ավելին ժամանակը ցույց տվեց, որ այդ ամենի տակ կա այլանդակ մեծ սուտ։ Իմիջիալոց ես առաջինն էի, որ իմ մեջում գրեցի, անգամ նշել էի, թե արհեստական ինտելեկտի ինչ ճյուղով է հնարավոր սա ունենալ եւ ստեղծել։ Մարիամ Արշակ Սրբազանի հետ կապված երբ որ այդ այլանդակ սուտը այսօրվա իշխանությունը տարածեց եւ մենք պարոն Նահապետյանի հետ հասցրեցինք հետեւել, տեսանք, որ փաստորեն արդեն 3 երկրներ ուղարկել են, փաստաբանը տարածեց արդեն փորձաքննության եւ բարձ դարձավ պատասխանները եկել է եւ այսպես Արշակ Սրբազանն առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։ Միջազգային փորձաքննությունների արդյունքներն են ստացվել 3 երկրներից իդեպ Արսեն Բաբայանն է գրել։ Փորձագետները ի թիվս այլնի հանգել են հետևյալ եզրակացությունների, խնդրում եմ ուշադրություն։ Տեսագրության բովանդակությունը կեղծ է եւ ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ։ Տեսագրությունները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել, տեսագրության մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարել անհնարին է։ Խնդրեմ, մեկ մեծ սուտ, որ տևական ժամանակ իրենք տարածում էին, պայթեց, ինչպես Նիկոլի մնացած բոլոր ստերը։ Բայց նաև տեսակետ կա պարոն Նահապետյան, խնդրեմ այդտեղից սկսել, որ ինքը այս աղմուկը, այս ամեն ինչը, այս խոսակցությունները անում է նաև նրա համար, բացի այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պատվիրել են արագ իրենց համար խոչընդոտ ստեղծող վերջին կառույցն էլ հիմնարար քոքահանարա ավիրի կործանի, մյուս տեսակետը, որ սարսափելի վտանգավոր հայտարարություններ է շարունակում անել Ալիևը, իդեպ Ալիևը այն գործիչն է, որ երբեք չի էլ հրաժարվել այս իր հայտարարություններից։ Ուղղակի այստեղ իրենք սուտ են տարածում, մանիպուլյացիա է անում այս թիմը, որ սա, հետո մի հատ Ալիևը վերակենում սատկացնում, մի հատ ապտակում է, ասում է այդպես չի։ Օրինակ Մյունխենում ինքը հարցազրույցներ ունեցավ եւ մի քանի բաներ ասեց եւ այստեղ մեզ ասում է որ դի խաղաղության պայմանագիր լինի հետո նոր պիտի սահմանադրության փոփոխություն կամ տարածքների հանձնում կամ ադրբեջանցիների կամ մեկ անգամ եւս հաստատեց Ալիևը սիրելիներս այն որ անտարբերության մեջ խրված իմ սիրելի հայրենակիցներ որ չեք էլ գիտակցում որ այս ամեն ինչը վաղուց արդեն հասել է մեր բոլորի ընտանիքներ որտեվ
Եթե Նիկոլը ասում է, ես լավ եմ ճանաչում, երևի ինչ որտեղ ինքը ճիշտ է, հասկանում է, եթե Արցախ կորցնելուց հետո մենք սենց անտարբեր ենք դարձել, չենք էլ հիշում, չէ՞, մի մաս ընդհանրապես մոռացության է մատնել, մյուս մասը անտարբերության մի տականքագույն շերտել ընդհանրապես Արցախի արցախահայության նկատմամբ, այդ իր ամբողջ մաղձը թափելուց հետո հիմա բավարարված վերընկած է, երևի տենց ինքը գիտե էլի ոնց անի, ոնց հաջողվի, լավ է ճանաչում։ Ինչևէ, ինչ ասեց Ալիև։ Ալիևը ասաց, որ ուրեմն ոչ, խաղաղության պայմանագիր կլինի միայն այն բանից հետո, որ սահմանադրությունը փոխեն, հռչակագրի անկախության հռչակագրի հատվածը պիտի ամբողջությամբ դուրս գա, Հայաստանը չպիտի ունենա որևէ պահանջ, բացարձակ հավակնություններ, այսինքն ճանաչելու է, որում ճանաչել Ադրբեջանի ամբողջականությունը, այսինքն մենք մոռանում ենք ընդհանրապես Արցախի մասին, մոռանում ենք Հայաստանի Հանրապետության այն տարածքների մասին, որ մխրճված են, ավելի դիտանք նոր տարածքներ Ադրբեջանին, առհասարակ հրաժարվում ենք ցեղասպանությունից, մոռանում ենք Արևմտյան Հայաստանի հետ կապված մեր բոլոր հարցերից եւ դրան ավելացրեց, որ կմոռանանք նաև գերիների մասին, որ ներում շնորհել, այսի բան չի լինի, բայց որպեսզի այս ամեն ինչը փակվի մեծ աղմուկ է բարձրանում, մեծ սուտ, ճիշտ էին ասում ժամանակին, եթե պետք լինի, ինքը իրանք հարազատներին էլ մեր կասենք բարեք, չգիտեմ, ինչով զբաղվեք, միայն թե հասարակությանը զբաղեցնել։ Այս հատվածով եւ նաեւ կանցնեմ իր տիկնոջ հայտարարությանը, չգիտեմ ձեզ մոտ նշեցիք թե չէ, որտեվ հարցեր զուգընկերուի ինչ է, զուգընկեր Անայի հայտարարությանը կամ կենակից կամ չգիտեմ ինչ է եւ ինչ է ասել ինքը առաջին լուսանկարում ուրեմն հոգեվորականը ճակերտների մեջ է դրել նկատի ունի վեհապար հորը նույնքան կապ ունի եկեղեցու հետ որքան իմ տվյալ զգեստը այսինքն կնայեք պարոն Նահապետյան այս ճեղքված ցանկություն չունեմ թող Նիկոլը ճեղքվածները նայի ինչ ես իսկապես ուզում եմ հասկանալ ինչ է ուզում ասել եւ ինչի համար է սա հետո այս այն Արամի նկարն է դրել որ ուզում ասի անբարո այսպես հակուստ եմ հակել գիշերային ժամանցային իմ այդ վիճակը իմ հակուստի վիճակը ցույց է տալիս որ ես այդ հարթության մեջ եմ եւ այդ հարթության մեջ է նաեւ այն մարդը ով իմ կողքը նստած է եկեղեցու հետ կապ չունի հակուստս որպես այդպեսին նույնականացնում է վեհապար հայրապետի հետ բարձր ասում վեհապար հայրապետը կապ չունի հոգևորի հետ եկեղեցու հետ իմ զգեստը ասենք կամ մարմնավաճառի կամ գիշերային հաճույքների կամ ասենք փաբերում հակու կապի եւ այլն զգեստը դա ցույց տալիս զգեստով գնացել ինքը ես այդ իր զուգընկեր Փաշինյան Նիկոլին հարցեք ոնց են գնացել ինչ իմանամ ոնց են գնացել ասում է կապ չունի եւ հիմա ասում է եկեղեցու հետ կապ ունի այն ինչ որ Հովանավանքում է գնացել խոնար պարկեշտ եւ այլն ուզում ասի եկեղեցի եմ գնացել այնտեղ քահանա կա այնտեղ Աստված կա այնտեղ աղոտ կա այնտեղ պատարակ կա դրա համար էլ տենց եմ հակել իստեղ այդ չկա իստեղ լրիվ հակառակն է դրա համար էլ եմ հակել ասած է դա Հիմա վերադառնանք ձեր այդ խոսքի սկզբին իսկապես վտանգը առանց չափազանցնելու առանց գույները խտացնելու իրապես ինչ է պատրաստվում եւ դրա դեմը որպեսի մեր ժողովուրդը չառնի զբաղեցնում են ամեն ինչով խոսում են ամեն ինչի մասին բացի այդ վտանգի ուրեմն ասեմ ձեզ որ պայն Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը ստեղծում են դիվանագիտական հարաբերություններ այդ ընթացքում Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանապահ ուղեկալներ ռուսական սահմանապահ զորքեր պիտի չլինեն դա դուրս է գալու վստահաբար որտեվ այդ դրվել է ինչի համար է դրվել օրինակ ինչու 92 թվականի սեպտեմբերի 30-ին ռուսական անվտանգության դաշտային ծառայության սահմանապահ զորքերի ուղեկալները հայտնվեցին այդտեղ Արաքսի ափին ինչու հայտնվեցին որտեվ այդ սահմանը 200 տարուց ավել դա համարվել է ցարական Ռուսաստանի Թուրքիայի, ցարական Ռուսաստանի Իրանի, հետո Խորհրդային Միություն Թուրքիա, Խորհրդային Միություն Իրան, նույն սահմանը Արաքսի անփոփոխ։ Իսկ հիմա Ռուսաստանի Դաշնության Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության Իրանի սահման այդպես է դիտարկվում։ Որ պայն Հայաստանը եւ Թուրքիան
դիվանագիտական հարաբերություններ են ստեղծում, այդ սահմանապահ զորքերը այդտեղից դուրս են գալու։ Եվ նույն պահին Թուրքիան Հայաստանին ասում է, մեր երկու պետությունների միջև սահմանների դելիմիտացիա, դեմարկացիա չկարած։ Այն ինչ որ կար, դա Խորհրդային Միություն եւ Ռուսաստան։ Իսկ եթե ինքը որոշի սահմանը անցնում է Երևանում, ով է մեզ պաշտպանելու, ով է Թուրքիան որոշի, սահմանը անցնում է եւ ռուսական բազաները դուրս են գալիս։ Ասեմ դες, ձեր հարցին պատասխանեմ։ Թուրքիան այդպես չի ասել, Թուրքիան ասելու է, մեր երկու պետությունների, այսինքն Հայաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի միջև սահմանները որոշվելու են կնքված երկու պետությունների միջև վերջին պայմանագրով։ Այսինքն 1920 թիվ Ալեքսանդրապոլի կամ Ալեկպոլի պայմանագիր։ 9850 քառակուսի կիլոմետր։ Այսա լինելու է Թուրքիայի եւ Հայաստանի սահմանը։ Պարոն Ապետյան, ես ուզում եմ ասել, ձեր այդ լավատեսությունը որտեղից, ինչու պիտի Թուրքիան ուզենա ինչ որ մի 9000 քառակուսի մետր, երբ որ կարող է ամբողջ Հայաստանը վերցնել որևէ դիմադրության, ինչու պիտի չվերցնի ամբողջ Հայաստանը։ Որտեւ 9850 քառակուսի կիլոմետր տրվում է Ալիևին նվեր։ Հա։ Իհարկե, վստահաբար եւ կասկած չունենաք։ Ալիևը դրա հիմքեր ունի։ Հիմքեր ունի Սևանի ապ դուրս գալու Սյունիքով վերցնելու իհարկե։ Իսկ մնացածը այս մասը, Գյումրի, Երևանի արեցան դաշտավայրը գիտակցի, որ այդ սարսափը ամիսներ հետո մեր գլխին է, ընդամենը մի քանի ամսից մեզ։ Ժամ առաջ հանդիպի Արցախից դուրս եկած մեր հայրենակիցներին, որոնց ասում ենք այն ժամանակ բղավելով, գոռալով, հորդորելով, խնդրելով, աղրծելով, մինչև 23 թվականի հայտի դեպքերը ասում էինք, գնում էինք, հիմնավորում էինք, որ վերջը սա է լինելու։ Չեն հավատում մարդիկ։ Այսօր Արցախից դուրս եկած մեր քույրերն ու եղբայրները լավագույն վկանում են, առավոտյան են այն իրողությունները, ինչ ասել է Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ հարաբերություններ։ Ես վստահեցնում եմ ձեզ, հարգելի հայրենակիցներ, ծրագիրը հետեւյալն է. հայկական սեպը թուրքական աշխարհից ընդհանրապես պիտի հանվի։ Այս տարածքի վրա հայ պիտի չապրի։ Սա մի քանի 100 տարի փորձարվել է։ Խոչընդոտ եղել է ռուսական կայսրությունը։ Ռուսները իրենց շահերից ելնելով Իրանի հետ միասին ուշադրություն դարձեք թուրքական աշխարհի մեջ բուֆերային գոտի են սարքել։ Այդ բուֆերային գոտի առաջինը պայմանագրով եղել է 1813 թ. Գյուլիստանի պայմանագիր, երբ որ 7 խանություն իրանական սեպի նման խրվել են թուրքական աշխարհը, որպեսզի առաջխաղացություն չունենա։ Երկրորդ եղել է 1828 թ. Թուրքմենչայի պայմանագիր, երբ որ Նախիջևանի Երևանի խանությունը անցավ Ռուսաստանին, այսինքն թուրքական աշխարհը կտրել են դրանով։ Հիմա 200 տարի անցել է թուրքական աշխարհը Բրիտանիայի առաջնորդությամբ։ Հիմա այս պայր արդեն Միացյալ Նահանգների, այո, իրենք փորձում են այդ ցամաքային աշխարհագրական սահմանը թուրքական աշխարհի հանել, սեպը հանել, միակ սեպը Հայաստանն է։ Իրենց պետք չի այստեղ իրենց հլու հնազանդ 24 ժամվա բաղնիկում ռեժիմով սպասարկող հայ, իրենց պետք չի, իրենց պետք է այստեղ թուրք կամ իսլամացած հայ ու վերջ։ Էլ ինչ խաղեր, էլ ինչ մարդու իրավունք, էլ ինչ պատմական Հայաստան պետք չի։ Ճանապարհը շատ պարզ է, նորից եմ կրկնում։ Հայաստանի Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների ստեղծումից հետո Թուրքիան Հայաստանի Թուրքիայի միջև դնելու է պահանջ սահմանների դելիմիտացիա, դեմարկացիա, որտեղ Հայաստանը Թուրքիայի սահմանի մեջ չկա։ Շատ պրիմիտիվ պարզ հարց տամ, էլի, այն մասան, որ դեռ հələ այս ազգակործանների հետ է կամ պիտի գնա ձայն տակ, ամեն անտարբեր շերտը, որ նստած է, ինչի վրա է իրանց հույսը։ Պատմությունը մի բան է ասում, ներկան մի բան է ասում։ Վենսի դեմքով Միացյալ Նահանգները եկավ, ասեց, որ ատոմականը փակվելու է, դուք լավ ճիշտ բառ գտակ, ճագարների օրինակով, մոդուլային համակարգով, մենք էլ փող ենք տալու, որ մեր վրա փորձանեն, փորձարկելու է, մեզ շրջափակել են, այդ ամբողջ տարածքը տվել են, իմիջիալոց այդ բլեֆներ պայթեց, որ մենք պետք է դրա մեջ լինենք, կոնկրետ Ալիևն ասեց, որ այդ ճանապարհները Նախիջևանը, այսինքն տշած շպրտած չկա, գոյություն չունի այդտեղից, ուղղակի կտրելու են Իրանի ճանապարհը դատալու են, մի հատ էլ թքեց ցեղասպանության վրա, մի հատ էլ թքեց մեր բանը հայ առաքելական եկեղեցու վրա, մի հատ էլ թքեց մեր գերիների վրա, Միացյալ Նահանգները Վենսի դեմքով թքեցին, ուղղակի բառից բուն իմաստով պղծությանը մասնակից դարձան, այսինքն ցույց տվեցի, որ այս ամեն ինչը նաև իրենց հովանավորությամբ կամ ինչ ասեմ, իրենց մասնակցությամբ լինելու է, այս ամեն ինչը ինչի վրա է, անտարբեր շերտի, որ դիգե։ Ես ասենք իմ կարծիքով մենակ բթամի դեբիլը, ավարտված դեբիլը կարող այսօր Ռուսաստանի դեմ խոսի եւ ասի Միացյալ Նահանգները գալու են չի, ուրիշ բան չէ, կամ շահ ունի կոնկրետ ինչ որ մարդկանց նման փող են ստանում, դա քիչ տոկոս է Հայաստանում, կամ ավարտված դեգեներատ դեբիլը։
Երբ որ գալիս թքում է այս մեր վրա, մի հատ էլ ատոմականը փակում է մեզ հրավիրում է Ադրբեջանի հետ էներգետիկ համակարգին Ադրբեջանի միանալ, գնալ վերջնական կործանման Սառնամանի քիսովի, ես չգիտեմ ինչի վրա է հույսը, ինչ են մտածում են։ Ուրեմն այն մեր ժողովրդի Ես ճիշտ ասած արդեն հոգնել եմ էլ բացատրել։ Այն հատվածը չէ։ Հանձնվել եմ մեր ժողովուրդ ուզում է մեռնի, հիմա ասեք, դե հիմա ասեք ուզում եք ես ինձ վառեմ ստեղ, ասեմ հավատացեք, որ այդպես է, չեն հավատում։ Չեն հավատում, ես իսկապես խորը հիասթափություն ունեմ։ Գիտեք, ուրեմն այսպեսի մի տերմին կա, կոչվում է Ստոկհոլմյան սինդրոմ։ Հա։ Դահիճից սիրում ես, հա։ Սկսել է իր դահիճից։ Զոհը, այո, ոչ թե սիրում, չէ, պաշտպանում է դահիճին ոստիկանության կողմից դահիճին չեզոքացնելու գործողությունների ժամանակ։ Ամենայն լրջությամբ եմ ասում։ Հիմա պատկերացեք, դահիճը Թուրքիան, Ադրբեջանը, որ վերջնարդյունքում այս տարածքում հայտնի չմնա, միակ պաշտպանիչ գործոնը փաստացի 200 տարի Ռուսաստանն է եղել։ Հիմա մենք օգնում ենք Ադրբեջանին եւ Թուրքիային, մենք ասելով հավաքական առումով նաեւ այդ մեր երկրի քաղաքացիների այդ մասը, որ Ռուսաստան այստեղից դուրս գա, որ մեզ կոտորեն հերթական անգամ ցեղասպանեն, հա? Հա, ասում սինդրոմ է այդ։ Եվ իրոք լուրջ, այսինքն այնպես չի որ դա վերացական է։ Զոհը դահիճին ավելի է նախընտրում, քան ոստիկանին, որ իրան գալիս է փրկելու։ Ինքը իրականում ինքը պաշտպանում է ում։ Դահիճին։ Հիմա մեր ժողովուրդը օրինակ որ ցանկացած այդ ձեր ասած քաղաքացուն, որ հարցնենք թուրքը բարբարոսա ցեղասպան ասում է այո, բասում է այդ դեպքում դու ինչ ես ուզում որ ինքը գա։ Ասում է ինքը լավն է, ռուսը վատն է։ Ռուսը մեր ինքնիշխանության նախապե մեր երկիրը թարանել է, այս վերջերս էլ ես ազգանու չեմ հիշում, ինչ որ Միացյալ Նահանգներից էր եկել Գառնիկետ Իսագուլյան, մի ցնդացի մեկ, դու պատկերացնում եք, փաստորեն բոլոր մեղքերի մեջ, մեր կորուստների եւ այլն, այս բոլորի մեջ Ռուսաստանը մեղավոր։ Իդեպ նույն բանը է Հայաստանը լինելու։ Իհարկե, Ռուսաստանը չլներ։ Թուրքեր մեծացել, քուրդեր մեծացել, կամ էլ ընդհանրապես չէ։ Ազերիներն էին, եկեք, մի րոպե, այստեղ իրա եթե Ռուսաստանը չլներ, այստեղ Իմիջիայլոց իմ Գերդաստանի մեջ էտես դեբիլներ կան։ Ես ուզում եմ ոչ մեկ չնեղանա, ես այնքան օբյեկտիվ մարդ եմ, հիմա ինչ անես, կան տես դեբիլներ։ Մտավոր հետամնաց դեբիլներ են, չգիտես ինչ են։ Ասում է թշնամիտ ռուսն է, ռուսը քեզ ստեղծել է այստեղ երկիր, սովետական միություն, այս ամբողջ համակարգը, Արցախյան պատերազմում ամենալրջագույն դե, հա, ոչ մեկ չի թերագնահատում, որ մեր հայրենակիցները եւ այլն, բայց կարող եք դուք թերագնահատել Ռուսաստանի Դաշնության դերը, որ մենք Արցախ ենք ազատագրել, որ մենք բանը 30 տարի սենց երկիր ենք ունեցել, որ ոչ մեկ չի համարձակվել, կարող ենք այդ թերագնահատել։ Ես չգիտեմ, ես միայն մտավոր հետամնաց, որտեվ այդ մարդկանց գիտեմ, որ շատ չունեն։ Դեբիլների գույտ, էլի, ինչ ասես, ես չգիտեմ։ Կամ երախտամոռ, ասում դուք պատկերացնում եք ինչքան երախտամոռ մարդ պիտի լինի, որ իր նախագահներին տանեն վեճը չի, իր հերոսներին տանեն իրան չի հուզում, իր մեծագույն, տեսեք ինչ է գլուխ գովում, մի հատ ասում է հիվանդանոց է իբրև թե կառույց է։ Իմիջիայլոց նորմալ դպրոցներ կա, սկսել է քանդել, որ միջև ընտրություններ մի հատ պատը սպիտակ ներկի, ասի տեսեք թե ես բանը ինչ արեցի։ Տեսեք ինչ է ասում, այս մարդը գլուխ է գովում թե ես եկեղեցի բանը, մի հատ ինչ որ հիվանդանոց եմ վերանորոգել պատերը ներկել եմ, հիշեցնենք որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է 202 բուժ կանխարգելիչ հիմնարկ, որոնցից Սամվել Կարապետյանի կառուցած գերժամանակակից հիվանդանոց Ստեփանակերտը ինչ արեց Նիկոլը։ Նվեր տվեց Ադրբեջանը։ Գերժամանակակից ինչ արեց։ Նվեր տվեց։ Հա, բայց դուք իմ սիրելի հայրենակիցներ, ուզում եք շարունակեք խաբված եւ մոլորված մնալ եւ հավատալ։ Դու եթե ձեզ ձեռք տալիս ինչ ասեմ։ Հիմա այս հարցակումը, հա, եկեք մեր ժողովրդի, ուրեմն ես Չէ՞ դե հիմա եկեք բաներ չանենք, էլի իմ լավ ժողովուրդ, լավ ժողովուրդը գնում է ցեղասպանության հասցրած մարդու մոտ, հա։ Եթե մենք հավակնում ենք բժիշկ լինել, ախտորոշումը պետք է ճիշտ լինի, որ բուժումը ճիշտ լինի։ Ես ասում եմ, մի րոպե, ասելով ես հասկանանք, ուրեմն առաջին սինդրոմը այդ Ստոկհոլմյան սինդրոմն է։ Իրոք դա կա։ Երկրորդն էլ կա։ Երկրորդը գիտեք որն է, որ մարդը իրականություն իրավիճակը չի գնահատում, կտրված է։ Իսկ այդ իրականությունը ես միշտ այդ օրինակը բերում եմ եւ այն լրատվամիջոցները կամ այն լրագրողները, ովքեր ինձ հրավիրում են այս օրինակը բերելուց հետո իսկապես ուզում են։ Ես օրինակը բերում եմ այսպես. տան մեջ յուրաքանչյուր տանից հեռու ծնողի մի զավակի դիակն է դրած, ողբ, վիշտ, կողքի սենյակում այդ նույն ծնողը մյուս զավակի համար քեֆ ուրախություն է անում։
Հիմա նայեք, մենք մեր հրամանատարները ռազմաքաղաքական Բաքվում դատվում են բռնությունների, նվաստացումների, չէ՞։ Հավաքական առումով իրենք մեր հրամանատարներն են եղել, չէ՞, այսպես։ Իհարկե։ Ահա։ Հիմա մեր մոտ ինչա տաշի տմբը։ Ուրփաթ-շաբաթ Կիրակի գլուխը ստամպատին, չգիտեմ ինչ անեմ, թյուրիմացություն։ Հիմա նայեք, այդ դուք բնական եք ընդունում։ Այսինքն ես մեկ օրինակ որ բերես ցանկացած ասես որ հոր տան մեջ մի տղեն դիակը դրած սենյակում, կողքի սենյակում քեֆ ուրախություն մյուս տղայի ծնունդն է նշում։ Կասեն այդ մարդը գիժ է։ Համաձայն եք։ Հիմա մեր մոտ հավաքական առումով այդ նույն վիճակն է։ Ես կարծում եմ, որ այստեղ բժշկի արտնասնող ապտակն է։ Ցավոտ հաճախ մարդը երբ որ իրավիճակից գտնվում է, բժիշկները ունեն, հա, շատ կոշտ կամ ականջն են սեղմում, որտեղ ելուստներ կա, էլի այդ ցավը միանգամից բազմաթիվ կենտրոններ է փոխացում կամ ապտակ են տալիս, որ սթափվի մարդը։ Հիմա մեր ժողովուրդը Արցախի այդ ապտակից հետո չստափվեցին, անգամ դրանց ավելին 15 թվականի ցեղասպանությունը, որ այդքան հեռու չի եղել, մենք դրանց ծորներն ենք, որ մի փոքր հետ գնանք, չէ՞, ժամանակագրություն։ Իմ տատը պատմում էր, իմ տատը պատմում է։ Ես էլ տեսել եմ այդ մեծ տատիկին։ Հիմա մենք այդ դրանից էլ չստափվեցինք։ Այստեղ լինում է երկու տարբերակ։ Տարբերակը եթե մարդը ուզում է ինքնասպանություն գործի եւ ինչ որ մեկը խոչընդոտ է անցնում, թույլ չի տալիս, բացատրում, արգելում է, եւ այդ անձը սթափվում է, փառք Աստծո։ Եթե դրանից հետո այդ մարդը այնուամենայնիվ ճանապարհներ է փնտրում, որ ինքնասպանություն գործի, միևնույն է ինքը գործելու է, չես կարող կանգնեցնել։ Հիմա մենք այդ խաչմերուկի վրա ենք։ Մենք հիմա ինքնասպանություն ենք գործելու, թե չենք գործելու, որտեվ այն մոտեցումներն ու ընկալումները, որ մեր ժողովրդի մի մաս ունի, դա ինքնասպանություն է տանում, ֆիզիկական բնաջնջման է տանում։ Նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետության տարածքը Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց տերերի Բրիտանիայի եւ Ամերիկայի միջոցով արդեն բաժանել են 10000 քառակուսի կիլոմետր դա տրվում է Ադրբեջանին, մնացած 20000 քառակուսի կիլոմետր տրվում է Թուրքիային։ Այստեղ հայտի ընդհանրապես չարպի եւ սա հեքիաթի դաշտից չի։ Ինչու՞։ Որտեւ աշխարհակաղակական առումով Ռուսաստանը հարավի ուղությամբ իսլամ աշխարհով, սուննի մահմեդական աշխարհով թուրքալեզու ժողովուրդներով պիտի ամբողջովին աղեղով փակվի։ Այդ աղեղի մեջ սեպի նման մենք ենք խրված։ Այդ սեպը հանել է պետք։ Հիմա տարվում է այդ Ամերիկան մեզ կփրկի։ Մենք վատն ենք, չենք ուզում թուրքերի հետ եղբայրություն։ Ինչ անենք, որ 3 առաջ օրը ձեզ մորթել են։ Ինչ անենք, որ բան, էս է պատասխանը։ Կփրկեն ձեզ, կփրկեն։ Այդպես ինչպես հիմա փրկում են Սիրիայի քրդերին։ Այս պահին հիմա փրկում են Սիրիայի քրդերին։ Մի հատ 19 թվին փրկեցին ամերիկացիք, երբ որ թուրքական բանակը մտավ Սիրիա օդուժով ու զրատեխնիկայով։ Մեկ էլ անցյալ ամիս ու այս ամիս Սիրիայի քրդերի հիմա ինչ են անում, հետաքրքիր ուշադրություն դարձրեք։ Սիրիայի քրդերի առաջնորդը ողջագուրվում է իրեն պոտենցիալ մորթող երկրի նախկին ահաբեկիչ ղեկավարի եւ եվրոպական երկրների ղեկավարին, որոնք խոստումներ են տվել անվտանգության։ Քուրդ ժողովրդի միակ անվտանգության երաշխիքը ավտոմատ կալաշնիկովն է եղել միշտ բոլոր ժամանակներում։ Ասում են զենքերը վայր տվեք, մենք հորսարև թղթի վրա ստորագրում ենք, որ երաշխիք ունենք։ Բայց մյուս կողմից է դնեք, չդնեք, մորթում ենք ձեզ։ Հիմա գոնե, բայց ավտոմատը, չէ, դա հիմա մորթելու մասին չէ, բայց ավտոմատը ասում են դրեք, որտեղ ավտոմատը դիմադրություն է։ Ունեք քուրդ ժողովուրդը մի քանի տասնյակ միլիոն է։ Ասում եմ, ես եկել եմ ձեր խաղաղության խավորությանը, այսպես ասած, շնորհավորեմ գինով, չգիտեմ ինչով, Ամերիկայի Վենսը եկե ասում է։ Այդ շնորհավորելու ֆոնին ես իմիշքան զենք եմ տալիս Ադրբեջան։ Տեսեք, ինչքան պրիմիտիվ ձևով են բացատրում, որտեղ ասում։ 40 կործան։ Եկել եմ, ասում է, այդ խաղաղության, հա, էս եմ անում, որ դուք բան լինեք, որ դուք ինչ ասեմ, լավ ձեր հետ էլի, ինչ ուզում են անեն Ալիևները։ Լավ, եկեք այսպես, հա, մենք վտանգը քանի իրավիճակը ազգովի հավաքական առումով չենք զգացել։ Բայց վատ բան է լինում, չի էլ ուզում, հիմա անտարբեր է դարձել։ Ես ես ավելին ասեմ, ինչով է պայմանավորված, որ ավելի քիչ են մեզ հետևում։ Ինքը անտարբեր է դարձել, ինքը ուրիշ տեղեր է գնացել։ Անտարբեր է իրան իր ընտանիք, երեխա, տուն, պետք ինքը չի պատկերացնում Երևանի կենտրոնում նրանք տանկերով են գալու, սրանք ավտոբուսներով։ Ընդհանրապես ասենց մի քիչ տարբերության համար ոչ մի չի խանգարում, որ ադրբեջանցիներն էլ է տանկերով գան։ Երևանը Թուրքիան են մտնելու։ Այո, Երևանը Թուրքիան է։ Ասում եմ Ադրբեջանի միջը, Ադրբեջանի սահմանի, հայ-ադրբեջանական սահմանի, Տաուշից սկսած Սևանով մինչև Սյունիք։
Այդ մասը ամբողջովին կտրվելու է, մոտ 10,000 քառակուսի։ Մնացած ամբողջովին Թուրքիային է տրվելու։ Գյումրիով, Երևանով, Վանաձորով եւ լրիվ Թուրքիա արնելու։ Հիշեք խոսքս։ Եթե սրա դեմը չառնանք։ Իսկ սա վտանգ է այնքան առարկայական է։ Հիմա ընտրություններ են, չէ՞, պատրաստում։ Ես հիմա զուգահեռում եմ, ուզում եմ ընտրությունների հետ կապված։ Քաղաքական տարբեր ուժեր կան, տարբեր ծրագրեր, տնտեսական, լավ առաջարկներ կան, հրաշալի է, այս ամեն ինչը լավ է։ Բայց մեկ-մեկ ինձ թվում է, որ այդ առաջարկ անողները գտնում են մի պետությունում, որը Շվեյցարիայի հարևանությամբ է գտնվում։ Խաղաղ իրանց համար, արշալույսներ այդտեղ խաղաղ են, որովից է խնդիր չկա, որից է թշնամի չկա, որից է զինված հարձակում չկա, որից է գոյութենական վտանգ չկա ոչինչ։ Ընդհանրապես պետք է լավ ծրագիր ունեցողին եւ հնարավորություն ունեցողին ձայն տալ, համաձայն եք։ Հարգելիս, բա հիմա ոնց նայենք։ Ես դուրջ եմ ասում։ Իդեպ ասեմ ձեզ, նույն բանը արվում էր 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո մինչև 23 թվականի սեպտեմբերը Արցախում։ Երբ որ մի խումբ մարդիկ այդ ու նաև ես մեզ մեջտեղից պատրում ենք, ասում ենք ժողովուրդ, ադրբեջանցիները հաստատ զենքով են գալու։ Եվ դա 100%-ով համոզվեցին 22-ի հոկտեմբերի 6-ին։ Ես արցախցիները ես գնացել եմ Արցախ մի մաս ինչ խոժոռեր ինձ նայում որ դու ես ինչ վատն ես դու չես ուզում որ մենք դրախտ դառնանք Նիկոլի հետ դու ինչ որ քննադատում ես Ես օրինակ ինչ էի հիմնավորում ասում էի Ալիևը առաջին պատերազմը 44 օրի անց սկսեց տարածաշրջանում շահեր ունեցող պետությունների ղեկավարներին հիմնավորելով որ ես խելոքը կամ Ալիևի բնութագրմամբ հարբեցող ծաղրացում բանակցությունները փակուղի ամուսնել։ Այսինքն ասում է բաներ, որ դրանից հետո չեն բանակցում, ճիշտ է։ Եվ ասում էր ինձ հնարավորություն տվեք, լավ, կամ այդ տարածքը ուժով Նիկոլից վերցեք, կամ ինձ հնարավորություն տվեք, ես վերցնեմ։ Իրան հնարավորություն տվեցին։ Ուրեմն 44 օրից հետո այլևս պատերազմ դես տարածաշրջանում չլիներ։ Ինչու, որովհետև 4 երրակոմ փաստաթուղթ ստորագրվեց, 4, որի տակ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրություններ։ Ալիևը Ռուսաստանի Միացյալ Նահանգների, Իրանի Իսլամական Հանրապետության եւ այլն ղեկավարներին պետք է հիմնավորեր, թե ինչու նոր պատերազմ։ Չէր կարող հիմնավորել։ Որպեսզի հիմնավորեր, իրան պետք է տրվեր իրավական առումով լուրջ փաստարկ։ Այդ փաստարկը տվեց Փաշինյանը, Շարլ Միշելի եւ Մակրոնի հետ ինչ փաստարկ տվեց։ Եթե Արցախը հանդիսանում է Ադրբեջանի մաս, հարց։ Ինչ գործ ունի այդ տարածքում զինված մարդիկ եւ զինված խմբավորումներ։ Միջազգային բոլոր կոնվենցիաներով եւ հիմնավորումներով դրանք ահաբեկիչներն համաձայն են։ Այսինքն Ադրբեջանի Հանրապետության տարածքում 100,000 ահաբեկիչ կա։ Ցանկացած պետություն միջազգային իրավունքով իրավունք ունի, չէ՞, ահաբեկիչներից իր երկիրը մաքրել։ Ես էլ ձեզ հիմնավորում 22 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլի ստորագրությունը, որտեղ Ռուսաստանի նախագահը ասեց մամուլից եմ, չէ՞ իմացել։ Նիկոլը իրավունք տվեց Ալիևին միջազգային իրավունքով հիմնավոր օպերացիա անել, որի անունը դրեց հակահաբեկչական։ Եթե առաջին գործողությունը կոչվում էր ազատագրական հայրենական պատերազմ, հետո ինքը պատերազմ չէր կարող անել։ Երկրորդը ինքը պետք է հիմնավորեր Ավասիկ ահաբեկիչներ 100,000 ահաբեկիչ։ Փաստը Հայաստանը ճանաչել է, չէ՞, Արցախը Ադրբեջանի մաս։ Ես էլ հիմնավորում եմ։ Գնում զորքեր եմ մտցնում Պուտինն ասում է դու ինչ գործ ունես այստեղ։ Եթե այս մարդը ընդունել է որ այդպես է դու ինչ Վերջ, իհարկե, բայց հիմնավորումով տվեց։ Համար որ ասում են ռուսները արեցին։ Հիմա ես ամեն ինչ ինչի համար եմ ասում։ Գալիս է հիմա այն ժամանակը, որ հայկական սեպը ընդհանրապես այս տարածաշրջանից դուրս տրվի։ Եվ թուրքական մեծ աղեղ է ստեղծում, հələ նայեք ուշադրություն դարձեք, որտեղից որտեղ է գնում է թուրքական աղեղը։ Այս թուրքական աղեղը սկսում է Ռուսաստանի Դաշնության տարածքից է սկսում։ Բաշկորտստան, Թաթարստան, այսպես սկսում է, գալիս է Հյուսիսային Կովկաս, Հարավային Կովկաս, Ադրբեջանով Միջին Ասիա, Ղազախստանով մինչև Չինաստանի սահման ուйգուրներ։ 15-20 միլիոն ուйգուր են ապրում, թուրք, թրքախոս Սունի մահմեդական։ Այս է թուրքական իրական աղեղը մեծ թուրանը։ Շատ լավ, հոգևոր ժողովը այսօրվանից սկսում է։ Ինչ որ ինֆորմացիաներ կան, թե դեռ ոչ։ 3 օր պիտի տևի եւ այս ազգային խայտարակությունն է, որ թույլ չտվեց, որ վեհապար հայրն էլ գնա եւ ինչ որ գանձերի բանի մասին է խոսում։ Դուք տեսնում եք, այնքան ողորմելու ագահ է։
իր ուղեղը մենակ դրա շուրջ է, ինչ որ պարզ է, չէ՞ որ ինքը աչք ունի դրած մեր գանձերի վրա։ Ուրեմն գանձերից ամենակարևորը ինքը ոչ միայն նյութական է, ինքը սակրալ աշխարհի մարդկության համար, որպեսզի իմ ասածը խիստ վերացական չլինի, խիստ առարկական լինի։ Ուրեմն նացիստական Գերմանիայի ամենակարևոր գաղափարախոսը ոչ թե ռոպագանդիստը, գաղափարախոսը Ալֆրեդ Ռոզենբերգն էր, որը ստեղծել էր գերմանական ժողովրդի նախնիքից ժառանգության ուսումնասիրություն հեթանոսական շրջանի եւ աշխարհին տիրելու համար հիմնավորումներ փաստեր։ Թիվ 1 հիմնավորումը գիտեք որն էր, ինչ պիտի ունենա գերմանացի ժողովուրդը, որպեսզի սակրալ իմաստով իրան Աստծո կողմից իրավունք տրվի աշխարհին տիրել բոլոր ժողովուրդներին, գիտեք ինչն էր, Գեղարդը։ Ուրեմն Գերմանիայի հատուկ ծառայությունը, Abwehr-ի հետախուզությունը եւ Ռոզենբերգի կողմից ստեղծված մի կառույց, որը կոչվում էր Անաներբե։ Երկիր մոլորակի քրիստոնյա աշխարհում ման էր գալիս Գեղարդը։ Բնօրինակը։ Որտեղ է բնօրինակը, որտեղ ըստ Անաներբեի դոկտրինի, որ ժողովրդի մոտ գտնվում է Գեղարդը, նա միայն կարող է համաշխարհային տիրապետության հասնել։ Ուրեմն պատվիրակներ են ուղարկում բոլոր այն տեղերը, որտեղ հավանական կլինի Գեղարդը։ Իսկ Գեղարդի բնօրինակը ոչ պատճեն գտներ այդ ժամանակ, որտեղ խորհրդային Հայաստանում, մեր եկեղեցում։ Հիմա ինչ եք կարծում, այդ Գեղարդի կշիռը կորցրել է իր արժեքը, սակրալ արժեքը, իհարկե ոչ։ Եվ ինչ եք կարծում, չեն գտնվի եւ չեն գտնվում պետություններ, կրոնական համայնքներ, որոնք ցանկանում են այդ Գեղարդին տեր ու տնօրինություն անել։ Գրիգոր Լուսավորչի աչքի մասին չեմ ասում։ Մի կողմից, պարոն Հապետյան, այս մարդը 328 եկեղեցի է հանձնել, մի հատ աղջիկ հաշել մեր ամբողջ հարստությունն ու գանձերը, ամեն ինչ։ Դա իր համար գանձ չի։ Համաշխարհայինի մասշտաբով եմ ասում։ Մի ասես կռեսի նման ընկել է, ասում դե ինչ որ բան կա, այդ ինքն է մտածում դրա մասին։ Ես կարծում ինքը պատվեր որևէ մեկի մտքով չի ասնում, էլի որ մեր Գեղարդի Պավ առավել քան համոզված ասեմ, Գեղարդի Պավ ինքը պատվերը ստացել է։ Ինչ որ մեկի մտքով կանցնի, որ կենտրոնը հոգևոր մեր տեղափոխելուց ինչա դուրս տալիս։ Իհարկե։ Ինչա դուրս տալիս, էլի պատկերացնում։ Հիմա ուրեմն այստեղ միայն խնդիրը վեհապար հայրապետը չի, խնդիրը մեր եկեղեցին չի, ընդհանրապես մեր ինքնությունն է։ Բոլոր ժողովուրդները, պետությունները գոյութենական կռիվ են տալիս իրանց ինքնության պահպանման համար։ Բոլորը անխտիր։ Տնտեսություն, ռազմական ուժ եւ այլն, այդ բոլորը գործիքներ են։ Բուն նպատակը քո տեսակը պահելն է, քո արժեքային համակարգը, քո ինքնությունը, քո մշակույթը, աշխարհագրական այն տարածքը, որը քո համար հայրենիք է կոչվում, ոչ թե բնակատեղի, այդ հայրենիքում ապրելը, զարգանալը եւ առաջ գնալը։ Հիմա խնդիրը մեր ինքնությունը փոկելն է։ Մեր եկեղեցին եզակի աշխարհում եկեղեցի է, որը կոչվում է ազգային եկեղեցի։ Ոչ միայն կոչումով, իր բնույթով այդպեսին։ Ուրեմն խնդիրը հայ ինքնությունը ոչնչացնել նշանակում է մեր եկեղեցին փակել։ Ահա ահավասիկ, հստակ։ Իմիջիայլոց որոշ ընդդիմադիր գործիչներ էլ կան իրանց արևին, ոնց որ Նիկոլի Ջրաղացին ջուր լստես, հայաստանյաց եկեղեցին։ Այդ հայաշական արմատներով կան էլի, որ դրանք հավերժ չեն փոխվում, այդպես կան տես տականքներ։ Այսօր հատուկ Նիկոլի Ջրաղացին ջուրսն Հայաստանի, աշ չգիտեմ ինչ, սենց է տարանջատում ինքը շատ բան կերպով։ Հիմա ես նոր չեմ ասում, այստեղ եթե հավաքական առումով մեր ժողովուրդը Հայաստանում եւ արտերկրում մահու կենաց կռվի չկանգնեց, գնահատական իդեպ ասեմ ձեզ նաեւ մեր ընդդիմության մասն էր խոսքս, որը կիսատ մնաց։ Ընդդիմության առաջնորդները պետք է հստակ գիտակցեն, մեր դիմացով է կանգնած, օրինակ, մրցակից տարբերակա չէ, հակառակորդ տարբերակա չէ, թշնամի տարբերակա չէ։ Ուրեմն 3 գնահատականները քո մոտ բերում են տարբեր գործիքակազմներ։ Եթե մրցակից ես, խաղի մի կանոն է, չէ՞ դրած։ Եթե հակառակորդ ես, այլ կանոններ է դրած, չէ՞, եւ ըստ այդ կանոնները համապատասխան գործիքակազմ։ Եթե թշնամի ես, լրիվ այլ։ Ես ուզում եմ, որ մեր երկրի այն առաջնորդները ընդդիմության, ովքեր հավակնում են ազատվել սրանից եւ իր վարչակազմից, ճիշտ գնահատեն Փաշինյանը ով է, իրենց համար անձնապես, Հայաստանի համար։ Եվ արդյոք եթե Փաշինյանի տեղը լիներ, ասենք ոմն ադրբեջանցի ղեկավար կամ Թուրքիայից եկած, արդյոք նույն քայլերը չէր անի։ Մի քիչ ավելի զգուշ կաներ, մտածելով, որ իր դեմ կարող է լուրջ
ըմբոստություն չէ լինի ժողովրդի այն ու ամենայն։ Ես վստահեցնում եմ, որ ընդդիմության 10% կամ 5% այդ գիտակցությունը չունի։ Դե ուրեմն իրենք էլի նույն բանը։ Ուրեմն եթե թշնամին գալիս է քեզ ոչնչացնելու։ Հայաստանը դեռ լինելու է, չէ, մենք դες, չգիտեմ։ Արցախը լինելու է, Արցախը եղավ, կար չէ Արցախը, բանակ ուներ 150 Մոռացեք որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հա, եղավ։ Ուրեմն գիտեք ինչ, Փաշտյան Նիկոլին շատ հեշտ է հաշվել, հարգելի հայրենակիցներ, հարգելի ընդդիմություն։ Ձեզ վստահեցնում եմ 2018-ից առաջվա Նիկոլին կարող է եւ շատերը չիմանայք, ես անձնապես այդ կուսակցության գործունեությունը արժե համակարգի, հա, պղծությունների դեմ պայքարի շատ լավ գիտեմ, իրենք մյուս դաշտում են։ Բայց 2018-ից ինչ ասել է Փաշինյանը, եղել է տրամագծույն հակառակը։ Ուզում եք հաշվել Փաշինյանի քայլերը, ինչ ասում է հաշվեք տրամագծույն հակառակը։ 100%-ից 100%-անոց ճշգրիտ գնահատական կտակ։ Եթե Նիկոլը ասում է ինքնիշխան երկիր ենք, ուրեմն պետականությունը կորցնելու ենք վստահաբար։ Եթե ասում է ամբողջովին պաշտպանված ենք 100% ասում է իրար շնորհավոր եք, ամեն օր ով ում տեսնում է շնորհավոր եք, դուք չեք հասկանում դուք ինչ ունեք։ Չեք հասկանում, այսինքն հասկանում ենք, կործանված Արցախ ունենք, շրջափակված Հայաստան ունենք, 6 ամիս ժամանակ է մեզ տրված, 6 ամսից մենք այդ հասկանում ենք, որ հիմա այդ 6 ամսվա հետ կապված ասեմ։ Այսքան զոհ ունենք։ 6 ամսվա հետ կապված պղծություն ունենք, պղծության մեջ ինչ որ հետո գնում է իր Արևին Շուստրիա, իբր Լավրովի մոտ մի բան է խոսում, հետո գալիս է մի բան ասում, հետո մի ուրիշ հայտարարություն անում, հետո Ալենը բարեկամության երթում է տալիս, ասել պարոն Նահապետյանի հորս Արև, չգիտեմ, ես իմ ինչ է ասում, հետո գնում է Դոժդին հարցազրույց է տալիս, հետո ասում է նայեք, տեսեք, որ չկմոռանաք, որ Ռուսաստանի քաղաքացու ինչ որ եթե բաներով այստեղ եղավ, մենք հանձնենք, մի հատ էլ ինչ որ ատվետ է տալիս իբրև թե դե գլուխանեք էլի։ Դե գլուխանեք, դե չէ, չնայած այստեղ նաև Ռուսաստանի թուլության կամ ինչ ասեմ, ուրիշ բաներ չեմ ուզում ասել, նաև սա էլ կա, էլի։ Ռուսաստանի ղեկավարը մի անգամ ասաց, եթե ինքնասպանության հետ կապված պատական չէ, դիր խոսքերներ Պուտինի, որ ասում է մի անգամ բռնում ես ինքնասպանություն գործողին, չես թողում։ Բայց եթե այդ գործողը հետամուտ է, որ անպայման ինքնասպանություն է գործելու, ասում եմ երկրորդ անգամ անիմաստ է օգնելու։ Ես ամենայն լրջությամբ եմ ասում։ Հիմա այն քայլերն ու այն գնահատականները, որ հավաքական առնում ենք, ինտաստա տանում է ինքնասպանության։ Ավասիկ առաջին քայլը սուիցիդի Արցախն է։ Հիմա երկրորդն ենք անում։ Բայց սրանից հետո երրորդ Հայաստան մենք չունենք։ Չկա միտեղ, որտեղ գնաս ասես Հայաստանը տիրոջ իրավունք։ Հայ ժողովուրդը դրա լուծումը ունի, ասեմ ինչ կանի, եթե հիմա օրինակ հետևում են ինչ որ մի շրջան։ Այն միսը կանջատի չի լսի, իրենք փրկությունը գտել են, չեն լսում։ Իրենք իրանց խուլը եւ կույր լինելու հանգամանքի։ Չէ, եթե ես չեմ լսում ստապ գնահատական, ուրեմն ես փրկվելու եմ։ Իսկ եթե ես չեմ լսում, չէ, որ ինձ ասում են, որ այն ինչ որ արեցին Արցախի հետ, ավելի դաժան անելու են Երևանում մեզ հետ եւ մնացած տեղերում։ Ինքը լուծումը ունի, ասում ես չեմ լսում, չի լինելու դա ինձ հետ։ Էսա իրա, գուրիշ պատասխան պատկերացնում եք։ Դե ինքնախապեյություն է, չէ։ Այո։ Բայց այդ ինքնախապեյությունը արդյունքի վրա չի ազդում, չէ։ Թուրքը որ գալիս է։ Չէ, դե ոչինչ, մի բան կլինի, ոչինչ։ Հիմա ասում ես քաղաքական գործիչ կա, գաստը, որ ասում ես, չէ, մի բան կլինի։ Արցախում ինչ եղավ։ Ասում ես ոնց կլինի, ինչ կլինի, ես ամեն օր արդեն ես էլ եմ հոգնել ինձանից իսկապես։ Ամեն օր ես անճարակությունից ես չգիտեմ ինչ անեմ։ Ոնց բացատրես, որտեվ ես նույն վիճակը ես ունեցել եմ Արցախից առաջ, նույն վիճակը։ Այն ժամանակ մի քիչ ուղակի ավելի էներգիա ունեի, գոռում բղավում էի, որ սա է լինելու, կամ այդ Սյունիքից առաջ էլ ասում էի, հիմա ես չգիտեմ, արդեն անիմաստ էլ է այտենց բղավել ասելը, չգիտեմ։ Ինչ է նշանակում հարձակվել գզում է, ինչ է անում քո հայ առաքելական եկեղեցին ավելի մեծ պղծություն, ամբողջ ադրբեջանական մամուլը հրճվանքի մեջ է, վեհապար որ հետ կապված գործ են հարուցում, այդ դատախազը նայում ես դեմքին, աղջի ջան, դու ինչ, ոչ մի միմիկա, ասենց են ոնց որ հատուկ են Գեբելսյան այդ բաներից այդ նացիստների այդ կանայք որ կան, այդ տիպաժը ասենց ճշգրիտ սենց այդ տիպաժով սառնասրտությամբ հարձակում հայրաքելական բանը, էլի մտքում է ասում ու հրահանգում է գնացեք։ Այն մեկի վրա դա արցակվեք, հանկարծ մեկը չասի հայրենիքի։ Անժելա, գիտեք, այստեղ խնդիրը Նիկոլի վարչակազմը կամ իր համակարգը կամ դատախազը եւ մյուսները չեն։ Խնդիրը մեր մեջ է։ Իրանք իրաց գործ անում են։ Իրենք մեզ դիտում են որպես մարդիկ,
որոնք պետք է ստեղ ոչնչանան։ Տարբեր ձևերով։ Կարա թուրքի յաթաղանից, կարա գաղթից դուրս գալ, դա էլ է ոչնչացման այս տարածքից լքելու։ Այդ մարդիկ իրենց գործ անում են։ Խնդիրն է, որ մենք մեր գործը չենք անում։ Մենք մեր որ գործ անում։ Չէ, բայց այդ մարդիկ տեսնում են, որ այս հանրության մեծ մասը հոգու խորքում համաձայն է իրանց հետ։ Եթե համաձայն չլներ 21-ին ոնց է իրանց հանդուրժում։ Ուրեմն համաձայն է, որ Արցախ չլինի, համաձայն է, որ ոչինչ մեզ ցեղասպանել են, գնանք նորից ցեղասպանվեն։ Դե գնում ես ինքնասպանության։ Եվ հակառակ դեպքում այս պատկերը չլինի, ոչ ընդդիմությունը սենց տկար ու ողորմելի իրան կպահեր։ Ես ինչ վիճակ։ Ես մի օրինակ բերեմ։ Ոչ էլ ժողովուրդը սենց կպահի։ Նայեք, Սիրիայի ուրեմն 4 պետության տարածքում քրդերն են։ Այդ թվում նաև Սիրիայի եւ Թուրքիայի հարևան են։ Սահմանամերձ երկու կողմը քրդեր են։ Երբ որ Սիրիայում քրդերի նկատմամբ սկսեց գործողությունները, Թուրքիայի քրդերը անձ են տասնյակ հազարներով անցան սահմանը։ Գնում են իրանց աղբերներին օգնեն։ Ես հիմա օրինակ եմ բերում Արցախում, երբ որ մաուկենաց կռիվ էր գնում, այստեղ ինչ արվեց։ Չարվեց, չէ՞։ Գիտեք ինչ, սա մարդինքը եւս կենթանական աշխարհի, այսպես ասենք, հա, կատարյալ մարմնավորում բանականություն ունեցող միավոր է։ Հիմա երբ որ մեր մոտ կարեկցանք է, եղբորը ձեռք մեկնելը, ծանր վիճակում օգնության չկա, եթե դու չես անում, դու բնության մեջ մրցակցության պայքարում այլևս չկաս։ Չէ, ընդհանրապես, երբ որ ասում են մարդ, ինչն է, կա, դու սրտակից ես, կարեկցանք կա, մյուսին, չէ։ Եթե չկա, էլ որ ինչ։ Ուրեմն մերը արունակից, հավատակից, չէ, արունակից ենք, չէ, հայ ենք, չէ, հավատակից քրիստոնյա ենք, չէ, նույնիսկ չեմ էլ ուզում ասել մեր եկեղեցու հետևորդ ես, կաթոլիկ եկեղեցու, քրիստոնյա ես, հավատքի ենքով, հա։ Ուրեմն եւ պատասխանություն ես կրում այս տարածքում որպես քո հայրենիքում քաղաքացի, որտեղ ունես իրավունք ու պարտականություն։ Հիմա այս 3 գործոնը մարդու մեջից որ հանում են, մարդը դառնում է օթից կախված, այդ մարդուն փխկես անում, փախնում է, այդ մարդուն տանում է զոհասեղանին գլուխը խելոք դնում է, մորթում են։ Այդ մարդը խոչընդոտ է նաև այն տեսակին, ով ուզում է չմորթվի, ինքը գնում ձայն է տալիս նրան, ասում է չէ, ես պատրաստ եմ մորթվելու։ Այդպես է։ Դե հիմա մեր տեսակ։ Իրան ասում ես, որ դու ես մեղավոր, որ ուրեմն մեր կռիվը հետո եւս 3 պատերազմ ա եղել այդ 300 զոհերը Հայաստանի, ինքը չի ուզում այդ։ Ուրեմն մեր հիմա էլ դու մեղավոր ես, որ անգամ մեր նման մտածող մարդկանց տանում ես այդ մորթվելու ճանապարհը։ Ես ասում եմ, խնդիրը եկեք այսպես, հա, Նիկոլենք, այդ թողում ենք այնկոմ Թուրքիա, Ադրբեջան, Բրիտանիա, լրիվ Չէ, այնկոմ։ ժողովրդի հետ ենք խոսում այն մասը, որտեղ մեծ մասը, այո։ Խնդիրը մեր մեջ է։ Մեր ընդդիմության առաջնորդների մեջ է, մեր քարոզիչների մեջ է, մեր մասնագետների մեջ է, մեր մեջ է։ Եթե մեր հարևանը պատրաստ է իր դուռը բացել Թուրքիային ասել, «Էստի համեցեք»։ Ինքը ձևը կգտնի ըստ իրա թուրքերի հետ լեզու գտնելու։ Ասենք առաջին գիշերը տալիս է աղջիկներին թուրքերին, երկրորդ գիշերը հարսներին, երրորդ գիշերը տալիս է մանկահասակ արու երեխաներին թուրքերի սիրում են, չէ՞։ Ինքը ձևը իր մեջ մտածել է, ոնց է թուրքերի հետ լեզու գտնելու։ Եվ ասել է հնազանդ ծառայեմ, ինչ ասես անեմ։ Եղբայր, մենք չենք ուզում, կողքի հարևանները 5 հարևան չի ուզում այդ ձևով։ Ուրեմն խնդիրը որն է, առաջինը ումը պետք է չեզոքացվի այդ մոտեցումով։ Այն հարևանին, ով որ դուռա չէ բացում Թուրքիա առաջ, համաձայն եք։ Եկեք այստեղից հա սկսենք։ Ես զրոյական դիրքն եմ ասում։ Այդ հարևանին կամ դարձի ենք բերում, հայրական մի հատ ապտակով բացատրում ենք։ Չի օգնում, ուրեմն ինքը պետք է մեկուսանա։ Ինքը որոշիչ պետք է չլինի, որտեղ իր խոսքը որոշիչ լինելով իրականում ինչ անում։ Մեր դռներն է վտանգում։ Տեսեք, ավելի մեծ ապտակ կա, քան աշխարհում միակ արարածը, որ կա ցանկացած մարդու համար, որ ասում ես ավելին եմ ուզում կյանքս պատրաստեմ, երեխա տա, չէ՞, չկա։ Դրանից այն կողմ բան չկա, ցանկացած նորմալ մարդու համար։ Կենթանական աշխարհում էլ այդպես այդպես։ Այդ չկա այդպեսի բան, ասեն քեզ էս անենք երեխա, կասես այդ միակն է, չես վարքյան չես մտա։ Հիմա տեսեք, եթե ասենք առաջնորդներին են ուզում, հա, ասել իրենք էլ մեղավորություն ունեն։ Երկրորդ նախագահի թիմում ցուցակում տեսնում եք այդպիսի մարդ կա։ Մարդը ինչ որ մի փուլից որդի կորցրած մարդը գնում է իր դահիճի գիրկը։
Ինչ անի առաջնորդ, այսինքն մեր ժողովրդի մեջ դուք պատկերացնում եք ինչ հատկանիշներ կա, ես չգիտեմ։ Այն օծը որ հիպնոզացնում է, չէ՞ կենթանին գնումա որ մտնի, չէ՞։ Հիմա մենք զգում ենք որ մի որոշ մաս կտորից են տվել։ Մենք հիպնոզացած վիճակում ենք, կամ սինդրոմ։ Չէ, հիմա եկեք հասկա սինդրոմ էլ, չեկեք հասկանանք, գուցե ես մեր ազգի հատկանիշն է այդպես, հիմա եկեք այդպիսի հատկանիշ, որովհետեւ ազգ չունի, որովհետեւ հավաքական առումով ոչ չկա, դու ասինքն քո երեխայի վրայով ես անցնում հանուն ուտելու։ Հանուն ուտելու, ուրիշ ոչ ուտես։ Ամեն ազգի մեջ որովհետեւ այդպես գա առաջ զովացի papa 7 մետր, հանուն ուտելու դու քո երեխային, հիմա ինչ է ուզում եք ասեք, լավն ենք մենք։ Այդ papa պետք է Երևանի փողոցներում քայլելուց Ամաչի Պարսավանքի, դուք լսում եք այդպիսի բան, ժողովրդի վերաբերմունքի, այդ մարդը պետք է ամաչի վախենա փողոց իջնել։ Պարոն մենք դա չենք տեսնում, սա նշանակում է մեր ժողովրդի մեծ մասը իրան նման է։ Իրան նման է, ես երկրորդ կարծիք ունեմ։ Հանգիստ է տանում, որ ասենք հիմա ի՞նչ է պատահի, տարել են տղային։ Չէ, ոչ թե իրան նման է, այլ մի մասը մտածում է այսպես, ասեմ։ Մի մասը մտածում է, դե հիմա ասեց էլի։ Հիմա լավ դե տղա է էլի։ Իհա, հիմա ի՞նչ է, գլուխը քարով չենք ջարդելու։ Անտարբեր ենք։ Այսինքն մեր մոտ անտարբերության մի մասը այո համակերպում ասում է դա ճիշտ բան է մեզ էլ շանս լներ դեպուտատ դառնայինք որթու արյունը վաճառենք պաշտոնով փողով եւ այդպես շարունակ բայց մեծամասամբ մեր խոսքի իմաստը էս տաղավարում խոսելու իմաստը ո՞րն է բանն է չէ հայրենիք անտարբերությունից մարդուն պետք է հանել մարդուն ասել որ երբ որ վտանգը գալիս է պետք է չհասնի քո շքամուտքի քո դռան մոտ որ հետո Հիմա կարող է հասկանանք այդ անտարբերությունը մենակ հանվում է երբ որ ինքը իմանում է որ իրան թալանել են ինքը սոված է մնալու իրան խաբել են որ այսքան միլիարդի պարկ են բերել քեզ խաբել են փոսաջրը տվել են գլխիդ շերեփով ասֆալտը կերցրել էին 8 ամիս հիմա էլ փոսաջրի մեջ ջարդվում ես բայց դրա հետ միասին իրանք միլիարդերներ են դարձել գուցե ես ուղղությամբ պիտի աշխատեն գուցե էդ է մնացել լավ ասեմ ձեզ ասեմ որ ահռելի թալանա տեղի ունենում քեզ խաբել են ասել են դու վարչապետ ես դու մնացել ես քո ողորմելի վիճակում հետն էլ ասում դու դեբիլ ես 10000 դրամ չգիտես ոնց պետք է ծախսես չէ գուցե ես ուղղությամբ պիտի աշխատել ասել հիմա էլ տեսեք Գնացեք փորձերը հաշվեք, որտեղ ուրիշ ոչ մի բան չի արել, պատեր են սպիտակ ներկում, հանձնում է 300 հիվանդանոց, ասում է մի հատ պատի հիվանդանոց եմ ներկում, հանձնում է 300 քանի եկեղեցի, ասում է սա եմ անում, հեկտարներով ցորենի այգի անտառ հեկտարներով տվելա տշնամուն, հանքեր, հեկեր, չգիտեմ, անսահման, տվելա գալիս է ասում է, տեսեք մի հատ Ինչ անում ասֆալտից բացի մի հատ ասեք էլ ես մեր օպերատորներն եմ, չէ, իսկապես ասում եմ ինչ եմ անում, դպրոցի պատեմ ներկում Չէ, ինչ լավ բան է արել։ Ասֆալտ, որ փոսաջուր կերանք։ Ինչու։ Դե թե մի երկի ղեկավար ասֆալտ չեն կարող սարքել։ Երկի կառավարումը, որը Չէ, բայց ինչ են կարողանում, ամբողջ բժշկական առողջապահական պարգևավճարով լավ է։ Այդ շրջատակից միլիարդներ են տանում, ձեզ չտվա այդ միլիարդներն մեր ունեցվածքը, ուրեմն 9 միլիարդ մի կողմից են պարտքի տակ դրել, հիմա 9 միլիարդ էլ լորից, այդ գումարներ ուրա գնալու Իհարկե մի մասը հատկապես Երեքին հրապարակել են իրանց բաները, դղյակները։ Իրանց դղյակներն են։ Հիմա մի երկի օրինակ եթե սրանց տեղը ազգության ադրբեջանցի կամ թուրքերն էր, օրինակ ինձ հետաքրքիր մեր երկի քաղաքացիների քաղաքական ընդդիմության կեցվածքը այդ անձանց նկատմամբ պատկերացու 100 կամ 300 կառավարիչ Հայաստանի 2.5 միլիոն բնակչությունը սովաբար նու կառավարման տեսություն ասում բարձր եւ միջին օղակներում 300 կառավարիչ է պետք։ Ասենք նախարար, վարչության պետեր եւ այլն, այդպես 300։ Հիմա այդ պատկացեք այդ 300 ադրբեջանցիները թուրքեր են։ Օրինակ մեր ժողովրդի ինչ վերաբերում իրենք թալանեին, պարգևավճարներ տային, դղյակներ կառուցեին, փողերը մեծ մասը դուրս տանեն։ Մեր ժողովրդի վերաբերումքը նույնը կլներ, ինչ որ հիմա է։ Ձեր կարծիքով։ Նույնը կլներ։ Ես կարծում եմ, այո։ Դուք կարծում եք օրինակ Հովիկ Աբրահամյանը խելացի մարդ չի։ Շատ խելացի մարդ է, բնությունից տրված խելացի մարդ է, բայց ես չգիտեմ կհաստատվի կամ կհերկվի, մամուլում գրեցին, որ ԿՊԻ-ն է օգնելու, կարծում եք չի հասկանում։ Ես վստահ եմ ինքը գիտի, որ մեզ ինչ են անելու։ Նա ուրիշ հայտնի գործարարներ կան, օլիգարխներ կան, ընտրությունների մեջ են մտնում, իրանք չեն հասկանում, իհարկե հասկանում են մեզ ինչ են անելու։ Լավ, ուրեմն Երևի բացառություն Սուքիասյանից ծնված օրից ինքը տենց թրքասեր է։ Ուրեմն մի հատ կարմիր գիծ է։ Եթե հիմք ընդունեմ ձեր գնահատականը, կարմիր գիծը հետեւյալն է։ Այս ազգի տականքը, որը փոքրաթիվ չի, սովաբար տականքը շատ փոքրաթիվ է, ցանկացած ազգի մեջ, փոքրաթիվ չի, գոյութենական պատերազմ մղում ազգի դեմ։ Այսինքն, որպիսի
ազգի տականքի ձեռքով մենք մեր երկիրը չկորցնենք, մեր կռիվը, առաջին կռիվը Փաշինյանի վարչակազմը չի։ Ես պատական չասի Փաշինյանի տեղը 300 թուրք ադրբեջանցի։ Ոչ մի բան չէր փոխվում։ Ուրեմն առաջինը այն տականքն է, որը սնուցում է, որը պաշտպանում է, որը ձայնատալում է, որը ատում է իր ազգային ամեն ինչ։ Ամեն ինչ ազգում։ Իր հոգեվորականին է ատեն, այո։ Իր բարերարին է, 1 միլիարդի բարեգործություն է արել այս մարդը։ 5 անգամ հարստացրել է Ռոբերտ Քոչարյանը բոլոր հայերին Հայաստանում ապրող տնտեսությունը ծաղկեցրել, հիվանդ ազգը ատում է այդ մարդուն։ Բարերարը բերել է 1 միլիարդի, ատում է այդ մարդուն չի սիրում։ Դուք ինչ բացատրություն ունեք։ 320 քանի եկեղեցի կառուցած վերանորոգած վեհափարին այս մարդուն բան է անում, ես չգիտեմ, էլի ինչ պետք է ներեցական, ասենք ավելի ազնվագույն հոգևորականություն Բագրատ Սրբազանն ու Միքայել Սրբազանն են, Մկրտիչ Սրբազանը մյուսը, տանում փակում են վեճը չի, բա ինչ ասես։ Ուրեմն ժողովուրդը գնում է ինքնասպանության։ Ես չգիտեմ ինչ ասես, ասենք պատկերացեք ինչ պետք է ներ էլի Միքայել Սրբազանի վրա պարզ չի էսի ինչեր են։ Իբր ձեր արևին Արշակ Սրբազանի վրա գտակ, գետինը գոնե գետինը մտեք։ Տեսեք որ ասում ենք սուտ կեղծ սարկած է։ Ցանել էին իբր թե Արշակ ինչ այլանդակություն ասես տարածեցին, չէ՞։ Արշակ Սրբազան 3 երկրի տարբեր անկախ փորձագիտական բաների եկել է։ Դե պատասխանեք, դե խոսեք։ Դե խոսեք, ինչ որ պղծություն մեկն է գնացել է հաչում է, ասում է մանկապղծություն կա, չգիտեմ ինչ կա, այսինքն տեսեք հələ ինչեր են էլի խոսում։ Պորնիկը առաջինը ինքն է բանից բարոյականությունից խոսում։ Թմրամոլը առաջինը ինքն է խոսում այդ արատից զերծ մնալու։ Չէ, այդպես է, առաջինը ասում է դու բղավի որ քո մասին չասել։ Պարոն մի օրինակ բերեմ, էլի զուգահեռ դասարանից մենք մի աղջիկ ունեինք, ուրեմն ամուսնացավ, հետո անբարոյականության համար դատարանով իրեն զրկեցին մայրական իրավունքից։ Բարից բուն իմաստը որ դա խայտարակություն էր այդ մարդը, այդ աղջիկը։ Մի օր տեսնեմ sense հայտնի դեմքերին կանանց, ինքը մտել է անուն ազգանով իրան նկարով։ Այդ ինչ այլանդակ բառեր ասում։ Գրեցի ասեցի ես դու ես, այսինքն իրան օրենքով, կարգով, ամեն ինչով պատկերացնում եք ինչքան անբարոյական լի, մայրական իրավունքից զրկած մարդ։ Ինքը բղավում է, այս ինչը բնականաբար այդ կատեգորիան ու կողմից է լինում նիկոլական էր։ Եթե հակառակ կողմը գիր գրած մարդու եւ նա համախոս շրջանակի չարժեքային համակարգը մեր համար պարզ է, չէ՞, կարծում եմ։ Պետք չէ փակագծերը բացել։ Դե հիմա դրանց մենք եկել ենք դրան։ Ուրեմն ես ասում եմ, ես ասում եմ ծայրագավառից։ Հələ դու դրա խելքին նայ, դրա խելքին։ Հեսա թուրքերն ու Ադրբեջանը կան։ Արցախցիները չպետք է մեզ ղեք։ Արցախցիները գնացին, տեսանք ձեր Իջևանցին ինչ արեց ձեր գլխին։ Արցախցիները չգիտեմ ինչ բան, սենց պիտի լինեին։ Արցախները մեր ամեն ինչն էին։ Հասել եք նրան, որ վախենում են Արցախցի, Արցախայցուն, Արցախի կորուստ մեկը վախենում են խոսեն։ Հասել են ու Արցախի անունը չտական կորց։ Դրա մասին չխոսեք, հիմա էլ ասում ծայրագավառ ենք, պարոն Նապետյան։ Մենք էլ ասում ենք մի վախեցեք։ Ընդհանրապես մի վախեցեք։ Չենք ասում քաջ եղեք, չգիտեմ ոնց, բայց մի վախեցեք։ Վախը տկարության, թուլության, տգիտության, անհավատության նշան է։ Մի վախեցեք։ Ես իդեպ ուզում եմ մի շատ կարևոր 3 տոն ա եղել։ Մեծ բախքը ես Վարդանանց պատերազմի հետ կապված Դեր հետուննա Թալվերձյան Աղթալայի հոգևորականն է, քահանան է, շատ ես սա որսի մեզ համար ընկալել լինի այսօրվա կռիվը եւ մեր պարտությունների հետևանքը, ոչ պատճառ։ Հիմա ես ասեմ, որն է իրական պատճառը։ Ձևակերպում է, այսպես Դեր հետուն ինչ ասում։ Վարդանանց պատերազմը ընդհանրապես սրի ու զենքի բախում չէր։ Դա հոգու պայքար էր, հավատքի ու վախի, հավատի ու շահի, ճշմարտության ու հարմարվողականության միջև։ Տեսնում եք զուգահեռները։ Փաստորեն մի կողմից հավատքն է, հավատը եւ ճշմարտությունը, այմա մեր դիմաց ովքեր են, ժողովրդի այն մասը, որ կրում է, վախը, շահը եւ հարմարվողականությունը։ Հիմա Վարդան Մամիկոնյանն ու նրա զինակիցները գիտեին, որ կարող են պարտվել ռազմի դաշտում, բայց չէին կարող պարտվել հոգեպես։ Նրանց համար ազատությունը տարածք չէր, այլ վիճակ հոգու, որտեղ մարդը մնում է հավատարիմ իր Աստծուն ու իր ինքնությանը։ Ուշադրություն դարձեք, իրականում հիմա սրա կռիվն է։ Մեր կռիվը այսօր այս տարածքում մեր ինքնության համար է։ Փիլիսոփայորեն Վարդանանց խորհուրդը մեզ սովորեցնում է, որ մարդը ամբողջական է միայն այն ժամանակ, երբ ունի մի արժեք, որի համար պատրաստ է զոհաբերել հարմարավետությունը։
Առանց այդ ներքին սյունի կյանքը դառնում է գոյատևում, ոչ թե ապրում։ Վարդանանց նահատակությունը վկայում է, որ ճշմարտությունը երբեմն պարտվում է թվերով, բայց երբեք չի պարտվում իմաստով։ Շատ ինչ խորքային ձևակերպում եւ վերջում։ Հոգևոր տեսանկյունից Վարդանանցը խաչի ճանապարհ է, ինչպես Քրիստոսը հաղթեց մահին սիրով, այնպես էլ Վարդանանցը հաղթեցին բռնությանը հավատարմությամբ։ Նրանց արյունը դարձավ սերմ, որից ծնվեց ոչ միայն ազգային դիմադրություն, այլ նաև հոգևոր հասունություն, ապացույց, որ հավատը չի պարտադրվում, այլ պաշտպանվում է սիրով եւ գիտակցությամբ։ Այսօր, երբ մեր պայքարները հաճախ անտեսանելի են, ներսում, մտքերում, արժեքների ոլորտում, Վարդանանցը մեզ հիշեցնում է. ամեն սերունդ ունի իր ավարայրը, ամեն մարդ ունի իր ընտրությունը, լինել հարմարվող, ինչի մասին խոսում ենք նոր, թե լինի հավատարիմ։ Թող Վարդանանցի խորհուրդը մեզ սովորեցնի չվախենալ ճշմարտությունից, չսակարկել հավատը եւ չփոխանակել հավիտենականը ժամանակավորի հետ, քանզի իրական հաղթանակը ոչ թե ուժի մեջ է, այլ հավատարմության։ Կարծում հրաշալի ճիշտ այս ախտանիշներն է իրականում տրված մեր հիվանդության։ Մի հայտարարություն արեց, ինքը ասեց վերջացավ, սա վերջին ընտրությունն է, որ պիտի այդ նախքին չգիտեմ ինչ լինեն։ Այսինքն ինչ Նիկոլը հիմա հրապարակային հայտարարեց, որ ինքը հակասահմանադրական քայլերի է գնալու եւ թույլ չի տալու։ Ամեն ինչ անելու է, որը վերարտադրվի։ Չէ, դե դուք հասկանում եք, հետո իրան իրավունք ոնց է իրան իրավունք վերապահում, ինքը որոշում է նախքին էս չի լինելու, այն չի լինելու, չգիտեմ, օլիգարխ չի լինելու։ Ես չգիտեմ, օլիգարխ ասելով ինքը Վիվարոյի տիրոջը նկատի ուներ, իրան նկատի ուներ։ Չէ, օլիգարխը է Նալբանդյանին նկատի ուներ։ Ասма աղքատությունը ձեր ուղեղներում է, մենք աշխատող ենք, փող աշխատող ենք։ Ինչ է եղել։ Բյուջեն կա, հա, չէ օլիգարխ չենք, փող աշխատող ենք, բիզնեսմեն ենք, այսպես։ Չէ, տեսարել ուշադրություն չեն դարձնում, ասենք ընդդիմությունը, որ այս ինչ հայտարարություն է անում, ես եմ սենց որոշում, պետք է սա դու ով ես, որ որոշես, դու դե վերընկած մարդ ես, դու պետք է քո ի պաշտոն է, այսինքն դու ի պաշտոն է նստածես, որ դու ուզենաս ով լինի, էսա լինի, թե նա չլինի, ախր դու էլ չես ուզում, թուրքերն են ուզում, մենք տեսնում ենք, առայժմ չկա մի բան, որ թուրքերը կամեցել են եւ չի եղել, վերջին բանը լինելու է ընտրությունից մի քիչ առաջ կամ հետո հրաժարվում են ամենից եւ ինքը ավտոբուսներով բերելու է ադրբեջանցիներին Թուրքիան զորքով մտնելու է Երևան։ Էդ է մնացել, բայց դրա համար որ այլ խոչընդոտող ինչ որ բան մնացել է այստեղ։ Չկա։ Ինչ որ խոչընդոտ կա Թուրքիայի համար, որ մտնեն։ Այս բանը ռուսների զինական ներկայությունը սահմանության բանով սա դուրս կդնեն սահմանապահներում թեման փակվում է։ Մի քիչ տնտեսական ազդեցությունը վերցնեն։ Իրականում տնտեսապես ռուսները։ Նենց հետաքրիր ափսոս մենք երկաթուղին։ Ափսոս մենք ես այդ տեսնեմ վերջնական կործանվել ենք, իսկ ումա այդ ժամանակ ինչ են ասելու։ Վայ ռուսները ինչ անեցին։ Ռուսները ծախում են, էս են անում։ Տեսնեմ էլ ինչ են անելու։ Հա, բայց դրանից լարփազգիները ինչ են անելու, մեկ էլ չէ, այդ Ամերիկան որ փրկելու է, էլի։ Դե Ամերիկայի Արևմուտքը փրկելու է։ Քեսինջերի հայտնի խոսքը վտանգավոր է Ամերիկայի ճշտամի լինել, մահացու է բարեկամ լինել։ Հիմա մեր համար մահացու է արդեն։ Քրդերի համար մահացու է Ամերիկայի բարեկամը։ Չի Աֆղանստանում ինչ եղավ, Իրաքում ինչ եղավ։ Դե դեմ ասում մահացու է։ Այսպես։ Շայգուի հայտարարություններին, հա, նաև այդ հայցին։ Շոյգուն շատ կոշտ, որպես անվտանգության խորհրդի քարտուղար կոշտ կեցված կա դրսևորել այս բանի հետ կապված, մոդուլայինի հետ կապված, շատ հստակ ասել է։ Եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը անցնի գործնական փուլ, մենք ինչպես տարածաշրջանի բոլոր պետությունները եւ հենց Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը։ Ամերիկացիները միշտ ունենում են շատ գրավիչ բիզնես առաջարկներ, բայց միևնույն ժամանակ Միացյալ Նահանգներում դեռևս ոչ մի փոքր մոդուլային ռեակտոր չի կառուցվել, առավել եւս չի գործարկվել կամ առավել եւս չի փորձարկվել արդյունաբերական շահագործման մեջ։ Մարդիկ ասում են, դուք կռոլիկ չեք, լավ։ Մենք դուք կարող եք կռոլիկ դառնաք, ճագար։ Մենք չենք ուզում, որ մեր տարածաշրջանը ճագար լինի, որտեղ այդ ռադիացիան մեր մոտ հյուսային Կովկաս կարող է հասնի քամին բերի, մեղմ ասած, եթե կառուցեցին եւ վթար եղավ։ Այսպես Ռուսաստանը կոշտկեցված կա դրսևորում։ Ես կարծում եմ սրանով ամեն ինչ ասված է, Ռուսաստանի կեցված կես մոդուլայինի հետ կապված։ Մոդուլային Չինաստան, Ռուսաստան։ Այդ 90-ականների մութ ու ցուրտ սարսափն էլ հո շատ հեռու չի, դա էլ տեսել են, ասենք թե չեն հասկանում, որ ցեղասպանություն կամ Արցախը չեն ուզում իրենց համարեն ինչ արեցին։ Բա դա չեն պատկերացնում, որ ինչ է սպասելու։ Հա, իմիջայլոց քանի հազար հոգու էր հետաքրքիր էր։
Ինչ։ Շնորհակալություն էին հայտնել ինչքան մարդու էր զրկե որ ես կարդացի ԿՊ-ի կողմից կառավարվող սիրելի հայրենակիցներ ուշադրություն Հեցում փետրվարի 11-ին հոսանքազրկվել է 168,000 բաժանորդ Շնորհակալություն պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան Իհարկե շնորհակալություն որտեվ այդ 168,000-ը կարող լիներ օրինակ 1,168,000 1 միլիոնը չկա 168,000 Դե պատկերացրեք որ ցանկացած կայացած համակարգ որ տան այս ապիկարների ձեռքը իրանք ոնց որ պետությունը իրանք այդպես ավիրում են եթե դուք չեք ուզում հավատալ ես ձեզ հասկանում եմ դուք չեք ուզում մեզ լսել որովհետև դուք ուզում եք փախնել այս իրականությունից ձեզ խաբել չէ լավ է լինելու չէ այդ չի չէ թուրքը չի գալու այստեղ այդ սիրուն ոնց է գալու ձեզ նեն եթե սիրուն դեմը չառան հա իրանք ձեզ լավ ձեռք կա տալիս էլի ձեզ խաբեք Ալթայից դուրս եկած ցեղախմբերը եթե սիրով եկան ու նվաճեցին երկիր մոլորակի դրախտավեր տարածքը բայց եթե չեք ուզում դրան հավատալ շատ գեղեցիկ տեղ կա օրինակ կամ փոսեր Նիկոլի բերած փոսերը Նիկոլի աղելի թալանը այդ որ Անդրեև է եկել գնացեք դե չէ այն որ գնում էի բան խոր իրապես Մասիսի էս ինձ նոր ճանապարհը որ տեսել եք այդ ինչ ճան Տեսի ես շատ բաներ տեսի չխոսեմ Եթե դուք չեք ուզում հավատալ գնացեք այդ Անդրեևից հետո ձեր գլուխը մտցրեք Նախկիններն են ձեր գլուխը չէ դա չի աշխատում այդ չի աշխատում այդ միայն տհաս մասա խեղ կատակ Խուդոյանն էր ասում գլուխը գնացեք ձեր գլուխները մտցրեք այդտեղ Ձեզ դուրս կհանեք ու ասեք ինչ պիտի ասեին շնորհակալություն պարոն վարչապետ Չէ ասեք ամենակ թող շնորհակալություն հայտնեն բա ինչ չէ Ինչ է Սա է Բարի այսքանը կարծում Բայց մի ինչ որ բան էլի վերջում դրական Վերջում դրական Այո դրական որ Մեզանից է կախված Որևիցե մեկը ոչ ռուսը ոչ ամերիկացին ոչ ֆրանսիացին ոչ դիմությունը չի հասկանում որ թուրքը մտնելու է Երևան Մեզանից Մեր ոչ մեկ չի հասկանում ասենք մի 100 մարդ է հասկանում մի հատ Արթուր Խաչիկյանն է հասկանում էլ ոչ մեկ երևի Այդ տխուր է այսքան Չգիտեմ ելով է հասկանում ոչ ես շփվում եմ չէ մարդկանց հետ 10 մարդ չկա որ այդ գիտակցություն ունի մեզ հետ ինչ են անելու խապը իմ չէ սենց Երևանը լինելու է Սևանը լինելու է չգիտեմ ինչ է լինելու Եղեք Էփշտեյնի այս ամբողջ բանը հիմա էր ցուցակը հրապարակեցին Ինչու այս փուլում կարճ գիտեմ որ արդեն ժամանակ չկա 10 րոպեի մեջ որ հասցնեք նաև Իմաստը հետևյալն էր Գլոբալիստները բոլոր պետությունների ղեկավարներին պետք է կառավարեին ինչով վարկաբեկիչ նյութերով կոմպրոմատով Եթե 30-40 տարի առաջ թմրամիջոց օգտագործելը դա պարսավելի էր Եթե այլ սեռական կողմնորոշում ունեցող անձ լինելը պարսավելի էր, ապա այս վերջին շրջանում առնվազն 20 տարվա ընթացքում դրանք այլևս պարսավելի չէին։ Ինչն էր վտանգավոր, ինչ, այսպես ասենք, այսօրվա մարդկային քաղաքակրթությունը չի ընդունում, օրինակ մարդակերությունը չի ընդունում, համատարած։ Առանցին դրվագներից մանկապղծությունը չի ընդունում, համատարած։ Ընդունում ենք, չէ՞։ Այդ միասեռականությունն արդեն սովորացել են, ասում են նորմալ է։ Եվ Էփշտեյնի մոտ հավաքում էին եվրոպական, ամերիկյան ղեկավար կազմի, այդ թվում նաև Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ, որոնց մտցնում էին այս կոմպրոմատների տակ, որով կառավարելի էին դառնում։ Հիմա ինչու բացահայտվեց եւ ինչու 3 միլիոն տպվել է, հաստատուղթ 3 միլիոն էլ դեռ կա։ Նպատակը հետեւյալն է։ Տրամպը օգտագործում է իր ձեռքի տակ ունեցած կոմպրոմատը այդ երկրների ղեկավարների վրա լուրջ լծակ օգտագործելու օրինակ Բրիտանիայի վարչապետ Ստարմերը կարող է հրաժարական տա թեև ասում է հորս Սարև իմ տեղակալը իմ աշխատակազմի ղեկավարը իմ կուսակցության բանը քարոզիչը եւ այլն այդ լրի պատական են այդտեղ հայտնվել բա այն արքայազն Էնդրյուն այն էլ լրիվ 12 տարեկան աղջնակի հետ սեռական հարաբերություն բռնությամբ հետո սպանել հետո մարդակերությունը այսինքն Տրամպը հիմա գլոբալիստների համար ստեղծված Էփշտեյնի օպերացիայի արդյունքում նյութերը օգտագործում է իրանց դեմ։ Իր ձեռքում է հայտնվել այդ։ Եվ օգտագործում է։ Ընդ որում ասեն ձեզ երկիր մոլորակի չկա այդպես պետություն, որտեղ գլոբալիստները բերեն իշխանության մարդկանց, որոնք այդ թեմայի մեջ չլեն, այս կամ այն չափով։ Կախված այդ ժողովրդի ազգային որոշակի առանձնահատկություններից, հա։ Ասենք եթե մեզ համար, ասենք ինչ ասեմ ընդունելի չի միասեռականությունը Եվրոպայի համար ընդունելի է, ուրեմն մեր մոտ դի բերեն մարդկանց, որոնք միասեռական են։
չասեմ մանկապիղծ են, բայց հիմա ձեռդ նայ մանկապիղծ։ Այլասերումների, մտքի ֆանտազիաների, կամասուտրայի բոլոր ձևերի, քարերի, արձանների, կենթանիների, ամեն ինչ տիլնի։ Իդեպ ասեմ ձեզ Հայաստանում Օվերտոնի այդ պատուան, այդ այլասերումների, այլանդակությունների գրականության համատակ բացաթող է Փաշինյան Նիկոլա, առաջինն է եղել Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն այս մարդուն հլնայք որ գլխից, այն գլխից պատրաստել են, ով է արդյոք այն մարդը, որը կարա սենց բաներ անի, որը 100%-անոց իրան ենթարկելիության դաշտ է տանում։ Այնպես ինչպես օրինակ Արքայազն Էնդրյուն։ Հիմա Փաշինյան Նիկոլ այդ գիրքը իրականում իշխանության բերվելու թիվ 1 կանաչ թուղթն է եղել։ Հարասելեսի 100%-ով մերն է, 1000%-ով մերն է։ Էսի ոչ միտեղ չի թռնի, որտեվ այն ինչ որ գրում է իբր գրականություն պատկերացնում ես, արցանեց սեքսա նկարագրում, այդ իր մտքի թռիչքն է։ Հիմա էլ բառամթերքի մասին չասեմ, եւ հետեւաբար բոլոր հանրապետություններում բոլոր անխտիր ղեկավարները, որոնք գլոբալիստների կողմից նշանակվել են, այս կեղտի տակ են։ Մեր հարևան Վրաստանը, Սաակաշվիլու կյանքի իմաստը գիտեք որն է եղել։ Տրանսգենդերի հետ 24 ժամվա ռեժիմով սեքս անելը։ Դուք նայեք ոնց էր նկարագրում այդ տեսագրությունները վրացի Իվանիշվիլի իշխանության ժամանակ բաց էին թողել։ Այդ տրանսգենդերի հետ Սաակաշվիլի այդ այլասերումն ու այլանդակությունը, որ ասում է դուք չեք հասկանում ինչ ասելա տղամարդը տրանսգենդերի հետ սեռական հարաբերություն, էսի վերջն է, մարդը բարձանում է, չգիտեմ, արդեն 7 երկնքից էլ վերև։ Բա պետք է Սաակաշվիլու նմանին բերեն իշխանության, սրա նմանին պետք է բերեն իշխանության, մարդը որտեղ կարմիր գծեր ունի եւ չի անցնի, գլոբալիստներին ձեռ չի տալիս, որտեղ գլոբալիստը պետք է 100%-անոց բան ունենա, միջոց լծակ ունենա սրան ամբողջովին կառավարելի դարձնելու։ Հիմա այս առումով սա գտնված մարդ է 100%-ով։ Ընդ որում ուշադրություն դարձրեք, սրա շրջապատում ովքեր են, այլասերում քարոզողները, այլասերումը օրինականացման ուրեմն պահանջ դնողներ, իր կուսակցության անդամներ, որոնք սեռական հարաբերությունների տարիքային շեմ էին իջացնում։ Լարա Հարունյան, կուսակցության իր կուսակցության հոգաբարձությունների խորհրդի անդամ, դեռատի մեր հայ աղջիկներին պղծող միասեռական լեսբի դարձնող Մարո Մաթոսյան, իր կուսակցության հոգաբարձությունների խորհրդի անդամ։ Իր աշխատակազմի ղեկավարով, այնտեղ չգիտեմ ինչով, ասենք, վիբրատորներով, բանով ուշադրություն դարձեք ովքեր։ Այս աղբակույտը պլյուս թմրամոլներ։ Այդ թմրամոլությունը ոնց որ սովորական բան է։ Եթե մենք ասում ենք թմրամոլ, ես ասում եմ թմրամոլություն չէ։ Օրինական Ալեն Սիմոնյան ասում է, իհարկե պետք է օրինականացվի, իհարկե պետք է արտադրվի։ Դա սովորական բան է։ Եվ երբ որ սրա ամբողջ շրջապատը որ նայում ես, այլ լեսբիներ, այլ սատանայական ծիսական կարգի ընտանիք կոչվածի իր զավակների բան ես նայում, այն տղայի նկարները, այդ տղան մեղ կա, բայց տղային դուք մցրել եք միտեղ, այլ սատանայական ծիսական են մի հատ լեսբի կա, որ հիմա падգամավոր է դարձել, մեզ խելք է սովորացնում, օրենքներ է մշակում, տայել էր ծիսական կարգերի։ Բա նարկոտիկի տակ ամենավերջին այլասերումն ու այլանդակությունը, բա իհարկե Նիկոլա ամբողջովին գլոբալիստերն իր զուգընկերը, ասենք, այդ հարթության մեջ իր երեխեք կոչված է, այդ հարթության մեջ եւ ինքը այդ հարթության մեջ, բա 100%-ով էսի տեխնացու էր։ Այսինքն սրան ընտրել են այդ չափորոշիչներով։ Էփշտեյնի ժամանակ, Էփշտեյնի հավաքած նյութերի իմաստը ո՞րն է եղել։ Աշխարհի ցանկացած կառավարության, ֆինանսական, քաղաքական, տնտեսական ղեկավարները պետք է այս դաշտում լնեն, այդ կոմպրոմատը վրան լներ։ Հայաստանը այդ առումով բացառություն չի եւ հիմա մեր համար պարզ է, չէ՞։ Էփշտեյնի հայաստանյան գրասենյակի ղեկավարը իրականում Փաշինյանն է իր թիմով։ Ահավասիկ։ Այդ գիտնը ձեզ վկա երկրի հակառակ կողմը։ Իր շրջապատը այսօրվա կողքինները ձեզ ահավասիկ կապացույց ովքեր են։ Եվ դրա համար եկեղեցին իր համար թիրախ է, որտեղ եկեղեցին լրիվ հակառակ բաներից է խոսում, ասում։ Ոնց կավարտվի այս պայքարը, չգիտեմ ինչ ասեմ, եկեղեցի եւ Նիկոլ։ Սա Աստծո եւ սատանայի պայքարը, սատանան առարկայական դրսևորումներ ունի, Փաշինյանը, որը ածին հանձնարարել էր սատանա մանգալ, պետք չի մանգալ։ Սատանան բնութագրողներով դրսևորումներով է, գործերով է, օրինակ ինքը դրսևորումներից մեկն է, շրջապատը դրսևորումներ են անում սատանայական, սատանայի օրենքներով անում են։ Եվ հիմա կռիվ է գնում, եթե վերևում իրականում այդ հավերժ պայքարն է չար ու բարի, երկրի վրա էլ Աստծո զինվորների եւ սատանայի զինվորների պայքարն է։ Աստծո զինվորը ոչ մի բանից չի վախում, բացի Աստծո ողորմությունը կորցնելուց, անգամ Աստծոց չի վախում։
Աստծո ողորմությունը կորցնելուց է վախում։ Եվ սատանայի զինվորները այսօր այդ կռիվն է գնում։ Նրանք ովքեր որ ստամոքսով են մտածում, իրանք սատանայի զինվոր են, իրանք պասիվությունը ու անտարբերությունը սատանայի բանակի զինվոր է դարձնում։ Իսկ ով Աստծո զինվոր են, չի վախում։ Նորից եմ ասում, առավելս մեծագույն պատասխանությունը պարտավորություն է այս պատերազմում զինվոր լինել Աստծո բանակի։ Այդքան բան։ Այդ կռիվն է գնում։ Հիմա ամեն մեկը թող ընտրություն կատարի։ Եթե մեր բանակը թույլ է, քիչ է եւ այլն, ուրեմն զորանանք Աստծո։ Եկեղեցին հալածվում է, փորձենք պաշտպան կանգնել, որտեղ մեր հոգեվոր առաջնորդն է եւ մեր հոգեվորականությունն է, այսպես։ Այս փորձություններով մենք պետք է անցնենք, որտեղ սա ապաշխարություն է բոլոր այն մեղքերի, որ ժամանակին մենք արել ենք, հավաքական առումով, իհարկե։ Բա ինչա, մենք մտածում ենք արեցինք ու անհետևանք մնաց, բարեձեզ, ոչ մի բան անհետևանք չի մնում։ Այս է իրականությունը։ Հասկանում։ Շնորհակալություն։